բարձրախոսներ խնդրում եմ փոխանցեք, ինչ է տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ներկայացվեց, հա, Տիկին Ալեքսանյանը ինչ տեղեկություններ է ստացել, մի ներկայացուցիչը վնասվածքների մասին նշեց, խնդրեմ ձեր արձագանքը։ Շնորհակալություն։ Թևս կապած բերել եմ կախված։ Շնորհակալություն հրավերի համար, այս թեմայի քննարկմանը մասնակից լինելու համար, քրեակատարողական ծառայությունը եւս կարևորում է նման հարցերի բարձրաբանումը հանրային տիրույթում, ինչպես նաեւ ծառայությունը ներկայացրել է պաշտոնական բարձրաբանում։ Սկսենք սկզբից, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը։ Քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը ցանկանում է իր առավելությունը ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ եւ այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը քրեակատարողական ծառայության պրակտիկայում առաջի դեպքը չէ, բազմիցս լինում են նման դեպքեր, երբ քրեական ենթամշակույթի ազդեցությունը նկատվում հիմնարկի բնականոն գործունեության վրա կամ վերասոցիալականացման գործընթացների խոչընդոտելու վրա նման որոշում է կայացում եւ տվյալ անձը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկ կամ այլ խուց, որպեսզի չեզոքացվի կամ նվազեցվի այդ ազդեցությունը։ Այս դեպքում եւս այդ որոշումը կայացվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մոտեցել են համապատասխան խուց եւ տվյալ անձին ներկայացրել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկ։ Արդեն այստեղից սկսվել է անհնազանդություն, այսպես ասեմ, քանի որ ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որ չի կատարվել դատապարտյալների կողմից։ Իսկ դատապարտյալները օրենքով սահմանված, բացի հիմնական իրավունքներից, ունեն նաև պարտականություններ, ի թիվս այլի, դրանցից մեկը հիմնարկի վարչակազմի ծառայողների օրինական պահանջներին ենթարկվելն է եւ ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելը, որը հիմնարկում պահվող անձանց հիմնական պարտականություններից է։ Քանի որ հրաժարվել է կատարել տվյալ անձը օրինական պահանջը եւ հրահարել է անախորժ միջադեպեր եւ դրա հիման վրա արդեն սկսվել են այլ խցերից աղմկել, որ ինչու եք մեր դատապարտյալին տեղափոխում, ցանկանում եք տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկի աջակցություն տվյալ անձի, սկսել են թակել դռները, ինչ որ իրեր եղել են, որ արվել են, ամեն դեպքում ծուխ եղել է խցերում եւ այս պարագայում արդեն քրեակատարողական հիմնարկը զերծ է մնացել որևէ գործողությունից եւ հրավիրվել է հատուկ նշանակության ջոկատ, հատուկ նշանակության ստորաբաժանում, որի հենց պարտական ֆունկցիոնալ հատուկ նշանակության ջոկատը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումը եւ անմիջական ենթարկվում է քրեակատարողական ծառայության պետին։ Կամ պետն է հրավիրում կամ պետին փոխարինող անձը տվյալ պահին, որ պարտականությունները կատարում են։ Ինչի համար է հրավիրվել հատուկ նշանակության ջոկատը, ստորաբաժանումը, քանի որ արդեն նշեցի, որ հենց նրանց ֆունկցիոնալ պարտականություններից մեկն է քրեակատարողական հիմնարկում այդպիսի անհնազանդությունների կասեցումը եւ նրանք ավելի պատրաստված են այդ մասով, կանց թե ասենք հիմնարկի աշխատակիցները, չնայած նրան, որ անցնում են հատուկ ուսուցումներ, վերապատրաստումներ, բայց չի խրախուսում հիմնարկի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կամ այլ հատուկ միջոցների կիրառումը։ Եվ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից արդեն նորից դատապարտյալների ներկայացվել է օրինական պահանջ, կոնկրետ այդ անձին այլ հիմնարկ տեղափոխելու, տրվել է բավարար ժամանակ, որպեսզի կատարեն ծառայողների օրինական պահանջները եւ օրինական պահանջները չկատարելուց հետո արդեն կիրառվել է ֆիզիկական ուժ, ձեռքի հնարք, այստեղ տպավորությունը տեսեք ինչ է ստացվում, հենց ասում ենք ֆիզիկական ուժ, բոլորս դա միանգամից հասկանում ենք, որ դա ծեծն է, բայց հենց հասարակ ձեռքի ոլորելը ինքը համարվում է ֆիզիկական ուժ։ Ներողություն, դուք պնդում եք, որ միայն ձեռքերն են ոլորել։
Ու կոտրվել է ձեռքը։ Չէ, տեսեք, կոտրվածքի մասին դեռ կանդրադառնամ, կոտրվածքի չի ոչ մի անձի մոտ կապտուկներ եղել են, քանի որ տվյալ անձին ցույց են տվել դիմադրություն, շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել էլ օրինական պահանջներին։ Ֆիզիկական ուժ է կիրառվել։ Անունը ես չեմ տեսեք ինչի ու մահակներով դա ասել են դա ծեծել չենք ասում մենք, դա ասում ենք ֆիզիկական ուժի կիրառում, որը որ լիազորված է քրեակատարողական ծառայությունը օրենքով կիրառելու ֆիզիկական ուժ։ Ես խնդրում եմ վերացած ֆիզիկական ուժը թևը ոլորելն է, Եթե անձին թևը ոլորելուց ինքը դիմադրությունա ցույց տալիս, կարա եւ վայր ընկնի, կարա եւ ինչ որտեղ հարվածի կպնի։ Դրա մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է մահակներով ծեծ, դա բացառում ենք։ Պարոն Մարկարյան, այն տվյալները, որ Տիկին Ալեքսանյանը ներկայացրեց, այդպիսի տվյալներ փաստեր ներկայացրել են, ամեն դեպքում ահազանգել են այդ մասին դատապարտյալները։ Այն ինչ ներկայացվեց Տիկին Ալեքսանյանի կողմից, դուք ինչպես եք արձագանքում։ Մասնավորապես հարազատները Տեսեք, ես նախապատմությունը ասացի, թե որտեղից է սկսվում, Տիկին Ալեքսանյանը բազմաթիվ հարցեր բարձրացրեց, մի քանիսն եմ ֆիքսել մոտս, որոնց կանդրադառնամ։ Ներողություն, նաև կխնդրեմ անդրադառնալ այն հարցին, որ Տիկին Ալեքսանյանին փոխանցել են, որ սա եզակի դեպք չէ, 1 ամիս գրեթե շարունակվում է, խնդրեմ։ 1 ամիս հասկանանք ինչն է շարունակվում, ֆիզիկական ուժի կիրառումը, թե չկա նման բան Տիկին Ալեքսանյան։ Պատճառի ոչ մի դիմադրություն։ Քրեակատարողական ծառայությունը վաղուց Քրեակատարողական ծառայությունը վաղուց անցել է այդ փուլը, որ անտեղի ֆիզիկական ուժ կիրառվի կամ ինչ-որ մեկին ինչ-որ անօրինական գործողություն իրականացվի, ցանկացած գործողություն քրեակատարողական ծառայողի կողմից արձանագրվում է, փաստաթղթավորվում է, դրա նկատմամբ իրականացվում է եւ հասարակական վերահսկողություն, եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություն եւ դատախազական վերահսկողություն, ցանկացած ֆիզիկական ուժ կիրառելուց հետո փաստաթղթավորելուց հետո նյութերը ուղարկվում են դատախազություն եւ դատախազությունը ուսումնասիրում է նաև նրանց համաչափությունը, օրինականությունը։ Տվյալ գործով նորից պետք է նշեմ, որ արդեն նախաձեռնվել է, նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե Երևանին ու Բարաշեն քննչական բաժին եւ նախաձեռնված է քրեական վարույթ, որը ավելի մանրամասն կտա բոլոր հարցերի պատասխանները։ Եթե կլինեն կարձանավարույթի շրջանակներում ուսումնասիրությունը իրականացվում են, եթե ծառայողական քննության անհրաժեշտություն եղավ, կնշանակվի նաև ծառայողական քննություն։ Եթե պարզվեց, որ քրեակատարողական ծառայողները ֆիզիկական ուժը գործադրել են, կիրառել են իրենց լիազորությունները անցնելով, դրան եւս համապատասխան իրավական գնահատական կտրվի։ Տիկին Խաչյան, կխնդրեմ նաև ձեր ուզում եք լրացում անել։ Ես ուղղակի գիտեք ինչ եմ ուզում ասել, պարոն Մարկարյան։ Ես ուզում եմ, որ բոլորս միասին վերջ տանք այդ ամեն ինչին։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում բոլորին եւ ծառայության աշխատակիցներին եւ ես երբեք ոչ մի, բայց սրանք բաներ են, որ մենք բոլորս համատեղ պետք է աշխատենք եւ ոչ թե ասենք դիմադրություն են ցույց տվել սպեցնազինով կարա, այսինքն այդ տեսակ մարդ ինչի պետք է ես կասկածի տակ դնեմ դատապարտյալների միայն ձեզ հավատանք ու միշտ այդպես է լինում ամեն ինչ ժխտում են դու զանգում ես մի բան ես ասում ամեն ինչ իրենք իդեալական են դատապարտյալները Կամ վատն, որ իրանց հետ տենց պետք է։ Լավ, դուք թերություն չունեք, պարոն Մարկարյան, մի հատ կասեք, թե չէ։ Թերություն բոլորը ունեն, այստեղ թերություն ունենալ կամ չունենալու հարցը չի։ Ձեր ծառայությունը նկատի ունեն։ Ծառայության մասին եմ ասում, ծառայություններ են առաջանում խնդիրներ, որոնց սահմանված կարգով ժամկետներում տրվում է համապատասխան ընթացք եւ բոլոր քրեակատարողական ծառայողները իրենց գործունեությունը իրականացնում են սահմանադրությանը կամ օրենքներին համապատասխան։ Դրանից դուրս որևէ գործողություն արդեն ստանում է իրավական համապատասխան գնահատական։ Խնդրեմ հարցը համար էլի պարոն Մարկարյան ստացվում է դուք իրավաչափ եք համարում տեղի ունեցածը հատուկ ճակատայինների գործողությունները Ամբողջությամբ իրավաչափության վերաբերյալ արդեն նշեցի ուսումնասիրությունների արդյունքներում եթե կպարզվի որ ֆիզիկական ուժ կիրառելուց վերազանցել են իրենց լիազորությունները կտրվի գնահատական իսկ եթե չպարզվի այս պահի արձանագրած փաստաթղթերով ինչը որ արձանագրվել է դեպքից հետո որևէ խախտում կամ հակաօրինական որևէ գործողություն չենք ֆիքսել Ինչպես է պարզվելու այսինքն առանձնացվելու Քննությամբ է պարզվելու, արդեն նշեցի, որ նաև վարույթ է նախաձեռնվել դեպքի կապակցությամբ քննչական կոմիտեում։ Հոդվածը վարույթն իրականացնող մարմինը երևի թե կասի